Բարև ձեզ, ձեր էկրաններին Դիգնիսի փոդքասթն է։ Այս տաղավարում մենք խոսում ենք կառուցապատման եւ դրան հարակից տարբեր թեմաների շուրջ։ Մինչ ես կներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա թողարկումները։ Այսօր զրուցելու եմ Monument Hills նախագծի վաճառքի մասով պատասխանատու Վանիկ Վարդանյանի հետ։ Բարև ձեզ Վանիկ, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Այսօր խոսելու ենք Monument Hills պրեմիում դասի նախագծի մասին։ Վանիկ, մեր եթերում շատ է պարզաբանվել այս հարցը, բայց գնորդներին ոչ բոլորին է դեռ հայտնի, ինչ ասել է թե պրեմիում դաս։ Եկեք խնդրում եմ նաև այս մասից սկսենք, ներկայացնենք պրեմիում դասը իր բոլոր մանրամասնություններով եւ նաև ընդգծելով Monument Hills-ի առավելությունները։ Ինչ ասված է պրեմիում կլաս, հա, ամեն դետալ իր մեջ մի բան ներառում է, այսինքն ամեն ինչը կախված է, որպեսզի ձեր բակը, ձեր թաղամասը, ձեր շենքը ունենա պրեմիում կլաս, դրա մեջ շատ եւ շատ բաներ են մտնում, այն մեր համար չպատկերացնելի ամենափոքր բանից միջև անձեն աշկով երևացողը, երեսպատումից միջ սենյակային ձայնամեկուսացումից, վերելակներից, նախամուտքերից, նախամուտքերի վերանորոգման ձևից, թաղամասում լինում են խանութներ, չգիտեմ, բիզնես կենտրոններ, այսինքն կոմերցիոն տարածքներ, մեծ խաղահրապարակներ, բնակվելու համար մի քանի անգամ ավելի հարմարավետ է լինում պրեմիում կլասի շենքերում։ 3 մասնաշենք է այս պահին, իհարկե հետո եւս 2-ը կունենանք, ակտուալ այս պահին 3-ն է, այդ 3 մասնաշենքում 10 բարձր կարգի վերելակներ ենք ունենալու ու այդ ամեն փոքր բաները գումարվելով իրան դառնում է հենց այդ նույն պրեմիում կլաս կոչվածը։ Բակում մեծ սուպերմարկետ կունենանք, զանազան խանութներ կունենանք ու բոլոր հարմարությունները կան։ Վատ եղանակային պայմաններին են ամենահեռու մասնաշենքից մարդ կարա իջնի, պարկինգով գնա իր սուպերմարկետը մտնի, առևտուր անի, այդ սալյակով գնա տուն, հետո այդ սալյակը բերեն, այսինքն այսպես թվարկելով ինքը փոքրիկ բաներ է թվում, բայց դրանք կյանքի որակը հեշտացնող, լավացնող։ Եթե անկեղծ 5 գործից հասկացող մարդիկ, շատ բծախնդիր մարդիկ, հավաքվելով իրար հետ, փորձել են մի հատ նենց թաղամաս ստեղծել, որ մարդիկ ուզենան գան եւ մեր բակում ապրեն։ Վանիկ, սա 15 հարկանի 3 մասնաշենքից բաղկացած թաղամաս է, ինչպես նշեցիք, եւ մի շարք առավելություններ ունի, բայց քանի որ անշարժ գույքի շուկայում առավելություններից առաջինը հիմնականում տեղադիրքն է, եկեք նաեւ դրա մասին խոսենք։ Այո, մեր գեոլոկացիան շատ լավն է, մենք գտնվում ենք Ուլնեցի եւ Դավիթ Անհախտ փողոցների խաչմերուկում, որտեղից Երևան քաղաքի ցանկացած տեղի եւ ինչու՞ չէ նաեւ քաղաքից դուրս գնալու համար բավականին հարմարավետ է։ Այսօր մեզ բոլորիս սպառնում է այդ խցանումները, որ փորձում ենք ամեն ձև խուսափել իրանից, ու մեր տեղադիրքը այնքանով հարմար է, որ ցանկացած տեղ կարող ես ինչ-որ ոչ շատ երկար ժամանակ ծախսելով հարմարավետ փորձում ես հասնես ու միևնույն ժամանակ այդ տեսակ տեղադիրքում ունենալ 12000 քառակուսի մետր այգի դա մի քիչ է հանդիպում մեր այսօրվա շուկայում, այո, որովհետև Քանաքեր Զեյթուն համայնքում ենք մենք գտնվում ու այդ տեսակ տեղում լինում է, գիտեք, երբ որ քաղաքից դուրս ես լինում, այսինքն մոտ քաղաքին, բայց քաղաքից դուրս այդտեղ հնարավոր լինում է ինչ-որ մեծ բակ այգի խաղահրապարակ ունենալ, այդ իմ նշած 12000 քառակուսի մետր ազատ բակից 8-ը կանաչապատ է, այսինքն 4000-ը լինելու է մայթերը եւ ճանապարհը, իդեպ մեր բակում չենք էլ թույլատրելու, որ մեքենաները կանգնեն, այսինքն ինչ-որ մարդ կգա կիշնի, այո, դուրս է գալիս մեքենան, բակում մեքենաներ չեն կարողանալու կանգնել, դրանք մեր երեխաների խաղալու, մեր զբոսնելու, հաճելի երեկոներ անցնելու, այո։ Խոսելով մեր տեղադիրքից, ուզում եմ ասեմ նաև մարդիկ իմանան, որ ոտքով երևի 5-ից 7 րոպեում կարելի է քայլել Monument-ի այգի, որը եթե իհարկե չբավարարի մեր բակը, այն մեծ բակը, որը որ ունենք, կարող են նաև այնտեղ զբոսնել։ Նշեմ նաև այն փաստը, որ այն թվերը, որը որ ես նշեցի 12000 քառակուսի մետր բակը,
դա բոլոր շենքերը կառուցելուց հետո է այդքան մնալու, այսինքն այնպես չի, որ 12000 քառակուսի տարածքի հաշվին ենք եւս 2 մասնաշենք սարքելու, այո, բակը ամբողջական այդքան է լինելու։ Վանիկ, եկեք խոսենք նաև գնորդների մասին։ Վերջերս միտում կա, որ դրսից ոչ միայն հայերի մասին է խոսքը, բայց նաև մեր հայրենակիցների մասին խոսենք, այստեղ շատ են գնում բնակարաններ։ Ձեր դեպքում ինչպես է ցույց տալիս վիճակագրությունը, տեղացի հայերն են ավելի շատ գնում կատարում ձեր նախագծից, թե արտասահմանից։ Ավելի շատ տեղացիներն են գնում, իհարկե այլ երկրներից մեր հայրենակիցներն են մեզ մոտ բնակարաններ գնում, բայց մեր շատ կարևոր բան կա, որ ուզում եմ փաստեմ։ Այսօր շատ մարդիկ բիզնես նկատառումով են գնում բնակարաններ, այսինքն չգիտեմ, վարձակալություն տալու կամ ինչ որ եկամտահարկը չկորցնելու եւ այլ, ամեն մեկի իր նախասիրություններ ունեն։ Հավատացնում եմ ձեզ 90, կարելի է նաև ասել 95%-ը մեզ մոտ բնակարաններ ձեռք են բերում հենց մեզ մոտ բնակվելու համար։ Այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ մենք այնպիսի հարմարավետություն ենք փորձել ստեղծել մեր բակում, որ հավատացնում եմ ձեզ արժի, որ մեր բակում երեխաներ մեծանան, որովհետև այն գնային սեգմենտը, որը որ մենք ներկայացրել ենք, միջինից բարձր վճարունակություն ունեցող մարդիկ են հիմնականում եկել ու մի հատ շատ հետաքրքիր բակ եք ստեղծել։ Ես բոլորի հետ հաթաթ շփվել եմ առանց բացառության ու այդ ժամանակ գալիս է այդ եզրակացության, որ այդ ընտանիքներում չի կարող այդ երեխաներին, որ մեր երեխաները լավ բակում մեծանան։ Իսկ ինչ վերաբերվում է գնորդներին, ովքեր դրսից են գնում մեզ մոտ բնակարան, ասեմ, որ արտակարգ տեսարան ունենք դեպի Երևան քաղաքը, ամբողջությամբ Մասի Սարը ու գտնվելով ռելիեֆով բավականին բարձր դիրքում ֆիզիկապես հնարավոր չի ուղղակի մեր դիմաց շենք կառուցել ու փակել այդ տեսարանը։ Դրսի ժողովուրդը դեպի Մասի Սար նայող այդ տեսարանների համար, որ ասում են, Մասի Սարը նաև հարավն է խորհրդանշում, բացի այդ տեսանը, որ շատ հաճելի է դիտելը, այո, դա նաև հարավային դիրքն է դեպի Մասի Սարը, հիանալի տեսանով բնակարաններ ունենք, քիչ, բայց համեցեք փորձենք ներկայացնել ձեզ։ Շատ հետաքրքիր է Վանիկ, որ խոսքում շատ եք բակ բառը նշում, ինչը ավելի ընտանեկան միջավայր է ստեղծում, այսինքն նույնիսկ հաճախ նախագիծ բառին եք փոխարինում բակը, շատ գովելի է, որ կոնցեպտը պտտվում է բակի շուրջ եւ այս ամենով դուք նաեւ կարելի է ասել լուծում եք այն հարցը, այն խնդիրներն են բարձրաձայնված այսօր մեր քաղաքում, որ կորել է բակային մշակույթը, երեխաները այլևս տեղ չունեն գնալ խաղալու, հատկապես տղա երեխաները, որ փողոցում են ավելի շատ մեծանում, չունեն դրա հնարավորությունը, քաղաքը խեղդվել է շենքերով եւ այլն, համամիտ եմ, որ 12000 քառակուսի մետրը շատ մեծ հնարավորություններ ստեղծող բակ է։ Իրականում շատ մեծ է, ով էլ որ չի պատկերացնում, ասեմ, որ ֆուտբոլի դաշտի չափ մոտավորապես ազատ տարածություն ենք ունենում մենք, որը թույլ է շատ զրուցարաններ ունենք, որպեսզի մարդիկ երեկոներն էլ կարողանան իջնեն, շփվեն, սրճարաններ էլ կունենանք ըստ երևույթին, եթե անկեղծ չենք որոշել, բայց պահանջարկը միևնույն ժամանակ լսելով նաև մեր բնակիչներին, ովքեր գալիս են մեր մոտ, փորձում ենք նաև այդ լավ մտքերը իրանցից գողանալ, ամեն մեկը մի բան ասելով դնում ենք խորհրդի մեր հիմնադիրները կարող են բան որոշեն, որ դա էլ ավելացնեն, այսինքն գնալով ավելի ու ավելի դեպի լավն ենք գնում։ Կատարելագործում եք կոնցեպտը։ Վանիկ, այսօր մեր ոլորտում մրցակցությունը շատ մեծ է, վստահ եմ դուք նույնպես գիտեք դրա մասին, գնորդները բազմաթիվ առաջարկներ են հանդիպում շուկայում, շատ նախագծեր են տեսնում եւ նորմալ է, որ շփոթվում են այս ամենի մեջ։ Եկեք մեր այս զրույցի շնորհիվ նաեւ հեշտացնենք ինչ-որ չափով նրանց գործը եւ Monument Hills-ը ներկայացնենք այն տեսանկյունից, ինչու պետք է ընտրությունը կանգնի գնորդների հենց այս նախագծի վրա։ Մեր ճարտարապետը Աղասին Բաղդասարյան այնպես գեղեցիկ եւ հարմարավետ է նախագծել մեր շենքում բնակարանները, որ բացի այն հաճելի բաները, որ նոր ես ձեզ ասացի, այսինքն մեծ բակ, գեղեցիկ, շատ հիանալի տեսարան, դրսից որ նայում ես շատ շքեղ շենք, դրանից բացի ունենք շատ հարմարավետ նախագծեր, այսինքն թե մեկ ննջարան ցանկացող մարդիկ, թե երկու ննջարան ցանկացող մարդիկ, թե երեք ննջարան ցանկացող մարդիկ եւ այդպես շարունակ
կարողանում են շատ հեշտ կողմնորոշվել, գտնել, որովհետև այսօր մեզ մոտ հաճախ հանդիպում է, որ կան նախագծեր, որտեղ 3 սենյակ, մենք 3 սենյակ ենք ասում, 2 ննջարան ունենալու համար մինիմում 100-120 քառակուսի մետր դու պետք է գնես, մենք 78 մետրի մեջ 2 ննջարան ենք ստացել եւ 2 սանհանգույցով, որ մարդիկ շատ հանգիստ, ասեմ ավելին առանձին խոհանոցով, որ շատ հանգիստ պետք չի ինչ-որ մեծ գումարներ ծախսել եւ քառակուսիներ գնել, որպեսզի կարողանալ 2 ննջարան ունենալ։ Նույնը նաև 2 սենյակների մասին է խոսքը, այսինքն 65 մետրին, 63-65 մետրի մեջ շատ հարմար ունենում ենք ստուդիո տարբերակ եւ առանձին ննջարանով, իդեպ մեր բոլոր բնակարանները մինիմում 2 սանհանգույց ունեն։ Մենք իհարկե սկզբում չանդրադարձանք սրան, բայց եկեք այս պահին նաև ավելացնենք, որ սա նույնպես պրեմիում դասի մասին է խոսում։ Նույնիսկ ամենափոքր բնակարանին հատկացնել 2 սանհանգույց, դա բնորոշ է պրեմիում դասին հենց։ Իզուր չէր, որ ես սկզբից նշեցի, որ մի քանի շատ բծախնդիր մարդիկ բոլոր ուսումնասիրելով, տեսնելով այն ամենալավը, որը որ կա ցանկացած շենքում, հա, բազմաթիվ են այսօր մեր Երևան քաղաքում շենքերը, ինչու՞ չէ նաև դրսում, փորձել ենք բերել համաներել մեր բակի մեջ, որպեսզի մաքսիմալ հարմարավետություն ստանան մեր բնակիչները։ Վանիկ, որքան էլ դուք նշեցիք, որ շատերը ձեր նախագծում բնակարան ձեռք են բերել հենց ապրելու նպատակով, հաշվի առնելով կոնցեպտը, որ մշակվել է, ամեն դեպքում հայաստանյան շուկան հարուստ է ներդրումների տեսանկյունից, հա, այսինքն հենց նույն արտասահմանից մեր հայրենակիցները, որքան էլ որ դա կդիտարկեն իրենց ապրելու համար նախատեսված բնակավայր որոշ հատվածում, բայց հաճախ այն ծառայում է որպես բիզնես, հետագայում վարձով տալու կամ վերավաճառքի համար։ Այս թեմային առնչվելով խոսենք նաև միգուցե գնային սեգմենտից, հաշվի առնելով արդյոք սա հարմար ներդրումային գույք է համարվում, թե դուք թիրախավորել եք միայն ապրելու համար գնորդներին։ Տեսեք ինչումն է բանը, մարդկանց հետ երկար շփվելով ես փորձում եմ իրանց բերել այն կետին, որ միշտ պետք չի գնալ դեպի էժանը։ Այսինքն, եթե դու վաճառում ես այդ պահին, այդ տվյալ համայնքում գույքը ու մարդիկ տարբերությունը զգում են գնային, դու փորձում ես մարդկանց ներկայացնել, թե ինքը ինչի համար է այդ գումարը վճարում քեզ։ Ու ցանկացած չասեմ, երևի 80%-ը, ով որ պատրաստական է, ոչ բոլորը իհարկե կարող են, բայց այն մարդիկ, ովքեր որ կարող են, գալիս են այն կետին, որ գնում են, որովհետև իրանց պարզ է լինում, թե իրանք որտեղ են գույք ունենալու ու անկախ ամեն ինչից գնալով, ինչքան մոտենում ենք մենք ավարտին, իդեպ 26 թվականի վերջում կհանձնենք մեր բնակիչներին, մեր բակը, գնալով իր գինը միայն կարա բարձրանա, այսինքն այն ասեկոսեները, որ անշարժ գույքը հեսա կիջնի, գնային փոփոխություններ կլինի, դա մեզ չի սպառնում։ Ամեն դեպքում բնակարանային ֆոնդը բավականին մեծ է, թաղամասը 391 բնակարանից է բաղկացած, եթե չեմ սխալվում, ուղղեք, եթե սխալվեցի, գնորդներին հետաքրքրում էր հարցը, դուք արդեն նշեցիք, նաև նշեք ինչ վիճակում են հանձնվելու 26-ի վերջին բնակարանները։ Այո, դուք ճիշտ եք, այս 3 մասնաշենքը, որը որ սկզբից կհանձնենք 26 թվականի վերջում, հետո իհարկե եւս 2-ը կհամալրի մեր բակը ու ավելի մեծ բակ ունենանք, եւս 280 մոտ բնակարան կսկսենք նորից կառուցել ու դրանով կփակվի մեր բակը, այսինքն 5 մասնաշենքից բաղկացած կլինի ընդհանուր, տալիս ենք մեր բնակիչներին դրսի դրով, պատուհաններով, ալյումինե, գաջած, հատակը հարթացրած, այո, սենյակների բաժանած վիճակում ու այդ ինչ որ ես ձեզ նշում եմ, դա հավատացնում եմ, մենակ մեզ մոտ գրասենյակում ցուցադրված է, թե ինչ որակի նմուշները կա, կարող են բոլորին հրավիրել համենան տեսնեն ու համոզվեն, որ ես ասում եմ բարձր որակի, լավ, տարբերվող, գեղեցիկ, հենց այնպես չեմ ասում, մարդիկ կարող են գան իրենց աչքով տեսնեն։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Վանիկ։
Իսկ ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը Monument Hills նախագծի վաճառքի գծով պատասխանատու Վանիկ Վարդանյանն էր։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում Քրիստինե Հովհաննիսյանին։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը։ Դիգնիսին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։